Գյումրեցի Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը չի կարելի շփոթել մեկ այլ արտիստի ձայնի հետ, իսկ ծովաստղիկ երգի նրա կատարումն անգերազանցելի է։ Հայ երգարվեստի անկրկնելի ձայնի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը հայրենի քաղաքում հավերժացնելու նպատակով այսօր Գյումրու քաղաքապետարանում կարևոր հանդիպում կայացավ։ Երգչուհու որդին Հենրի Գևորգյանն, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում, սեփական նախաձեռնությամբ ու երգչուհու հարազատների ուղեկցությամբ հանդիպեց Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի հետ։ Հանդիպման առիթը երգչուհու բարեկամների խնդրանքն էր Գյումրու փողոցներից մեկն անվանակոչել Ֆլորա Մարտիրոսյանի անունով։ Հանդիպումն անցավ ջերմ ու հուշերով լեցուն մթնոլորտում։ Քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանն, ով անձամբ է ճանաչել երգչուհուն եւ նրա ընտանիքին, վերհիշեց տարիներ առաջվա Գյումրին։ 6-րդ դպրոցում էր սովորում Սիմոնյան Սատիկներ դասղեկ դեր իրա դասղեկի ու իրա մեջ կապը շատ կար, ինքը բոլոր միջոցառումներին երգում էր 6-րդ դպրոցում, այն ժամանակ պես ճանաչված չէր, այդտեղի դպրոցի երգերուց, երգարվեստից արդեն ծանոթ էր մեր քաղաքի ազգաբնակչությանը, դրա համար կամաց մտավ այդ կյանք ասպարեզ, հետո կրթվեց, հետո դառավ իսկապես Ֆլորա Մարտիրոսյան։ Շնորհալի լավ աղջիկ էր, Ինգեր Արդաշի աղջիկն էր, Պարեց Արդաշին։ Ֆլորա Մարտիրոսյանի ամբողջ գիտակցական կյանքը, մանկությունն ու պատանեկությունը սերտորեն կապված են եղել Գյումրու հետ, եւ պատահական չէ, որ գյումրեցիներն առանձնահատուկ սիրով ու հպարտությամբ են արտասանում նրա անունը։ Դե հատկապես որ փողոցը կկրի մեծանուն երգչուհու անունը դեռևս քաղաքապետարանը չի որոշել։ Հարցը կհստակեցվի մինչև աշուն։ Քաղաքային իշխանությունները նշեցին, որ հարցն անպայման կներկայացվի ավականու քննարկմանը։ Բազմավար շատ մարդկանց միշտ պետք է հարկին պատվեն, որովհետև դա է մարդուն առավել եւս եւ կենտանության օրոք պետք է սիրես, մեծարես եւ առավել եւս նրանից մահվանից հետո վար պետք է պահես նրա հիշադակը։ Պարզապես մեր մոդը ավականին արդեն process-ը անցել է։ Բերեք այնպես պայմանավորում ենք, որ հաջորդ կամ մյուս հաջորդ հավականումը ծնենք ու եղանակային պայմանները նորմալ են, նորմալ միջոցառում կազմակերպենք։ Ես սեպտեմբերին պլանավորել եմ ընտանիքիս հետ գամ։ Աղջիկն ունեմ։ Ֆլորա Մարտիրոսյանը ուզում եք բերել ցույց։ Քաղաքապետարանն հանձն առավ փողոցի անվանակոչության արարողությունը վերածել իսկական տոնի, կազմակերպելով մեծ միջոցառում նվիրված երգչուհու վաստակին։ Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ մշակույթում անգնահատելի է։ Տաղանդավոր գյումրեցու ձայնը տասնամյակներ շարունակ եղել է հայ երգի այցեքարտն աշխարհում։ Այսօր պակասը կա, հատկապես ծանր ժամանակներում այդ քաղցր երգի արվեստի պակասը զգացվում է։ Բայց պետք է որ ախաբար դիլեք, որ ունեք մայրիկ, որ ամբողջ սիրելին էր, ամբողջ հանրապետության դրսի հայերին, բայց որ մենք շատ սիրել եւ գնահատել ենք։ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնն ու արվեստը ոչ միայն մնացել է մեր ժողովրդի հիշողության մեջ, այլև փոխանցվել է նրա զավակներին։ Հատկանշական է, որ երգչուհու տաղանդի եւ երգեցողության կրողը նրա դուստրն է, որը նույնպիսի ձայնային տվյալներ ունի, ինչպես իր մայրը։ Այս մասին հայտնեց երգչուհու որդին։ Հեռու չէ այն օրը, երբ Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը կարող է համերգով հանդես գալ մայրիկի հայրենի քաղաքում։ Ես կդառնամ խելակը